պիտի մենք արձանագրենք, Նիկոլ, մի հատ խնդրում եմ, էլի մեկ-մեկ sense մենակ մնա, մտածի, բան, ինչի ես դու զգում ես, որ դու բոլոր նրանք, ովքեր կայացած են, ինչ որ բան են արել, նախագահներն են, գեներալներն են, հրամանատարներն են, այսինքն բարերար հզոր տղերքներ, ստեղծող, արարող, գիտնական տղաները, դու իրանց իրականում ես զգում եմ ինքը ատում է իրանց բոլորը, որտեղ բան եք ստեղծում, հասկանում եք, բան արարող, անող, ինքը բոլոր նրանց ատում է, որտեղ իր էներգիան այդպեսին է, ավելի լավ է դու բան մի արա, կպելա համասաներին, գիտնականին, չի ասում արնեք դուք ինչի կրթություն ունենաք, մեկ ասենք ինքը բանակում չի ծառայել, բանակի հետ ընդհանրապես առնություն չի ունեցել, կպելա զինվորականներին, չէ, դուք ինչեք հայրենիքը պաշտպանել, ինչ եք բան արել, նույն լրագրության մեջ, չէ, ինքը խո լրագրող չի եղել, ինքը եղել է ամենայն գաղթ շերտ, այսինքն ինքը լրագրողի հեղինակություն փչացնող է եղել։ Հիմա ասենք թե նա ձեզ պես լրագրող, Արմին Օհանյանի պես լրագրող, Արամ Աբրահամյանի պես, չէ, որոնք պրոֆեսիոնալ իրենց գործը իմացող, իրենց գործը հասկացող լրագրողներ, ինքը ատելություն է նրանց նկատմամբ։ Ու դες ասենք թե փող աշխատած մարդ, օրինակ ես ինքս մասնավոր ընկերությունում աշխատել եմ, չէ, տեսել եմ մարդիկ ոնց են բոլոր դժվար են աշխատում, այսինքն մեկը կա շատ ունի, չէ, մեկը կա քիչ ունի, բայց իմ տեսած մարդիկ, այն շատ ունեցողները դժվարությամբ են շատ աշխատում։ Ինքը Պարոն Ղազարյան, այսօր Սամվել Կարապետյանը, ասենք, մի հատ sense ասեք, էլի 140 միլիոնանոց երկիր։ Ու Ռուսաստանի այդ դաժան մրցակցություն իր բոլոր բաներով, պատկերացնում եք։ Օտար երկրում մարդը գնում ստեղծում է, չգիտեմ ինչ միլիարդներ, ծնված մեծացածներ, չեկա, գնում է ստեղծում է։ Ու մի միլիարդի բարեգործություն անում Հայաստանում, ներդրում անում Հայաստանում, ու դու ատում ես այդ մարդուն, ատում ես նրա համար, որտեվ այս մարդը իր կողքի գործարանները ատում, չմոյա, զզվանքա, եղկելի ես դու, իր կողքի այդ եղկելիները, որտեվ դուք բոմժ եք, բան եք, մենակի ձերը շատ լինի, որտեվ թռցնեք, մի հատ է շենք թռցնեք, մի հատ էլ մեկի բիզնեսը խլեք, մի հատ էլ մեկի պատը խլեք, այդպես չի եղել, ու դուք չեք կարող ասել, Սամվել Կարապետյանը գնաց է խլելա, գնաց է Ինչի՞ եմ ես այսքան հերվից գալիս Սամվել Կարապետյան, որտեվ մեկա թեման մեկն է, վերջին սյունը պիտի ավիրի եւ ինքը գնաց ամենասրբազանների վրա, որ համարձակություն ունեն եւ դուրս են եկել ճակատային եւ վերջին սյունը պիտի ավիրի դա եկեղեցին է, ով է պաշտպանում այդ սրբազաններն ու այս մարդիկ իրանց, որ հասնի դրան, որպեսզի վերջնականապես հողին հավասարեցվի Հայաստանը, էսա, որտեվ այդ գիտակցումը չունենք մենք, մեր աչքի առաջ Արցախը տեղի ունեցել, մենք այդ գիտակցումը չունենք, հիմա ինքը հասել է սրբազաններին եւ ինչ է անում